Նա ապրում էր հյուծիչ առօրյայի մեջ, միշտ պարտականությունը սեփական եսից վեր դասելով։ Բոլորը նրան տեսնում էին որպես ուժեղ, արդյունավետ անխոնջ կին։ Բայց մի անսպասելի պահի մարմինը վրեժխնդիր եղավ այն ամենի համար, ինչ նա անտեսել էր տարիներ շարունակ։ Եվ այդ անկումը լիովին փոխեց պատմության ընթացքը։ Եթե սիրում եք այսպիսի հուզական սիրային պատմություններ, ապա բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որտեղից եք դիտում։ Ես շատ եմ ուզում իմանալ։ Նարինե Գրիգորյանն արթնացավ առավոտյան ժամը 5:30-ին, ինչպես անում էր վերջին 4 տարիների ընթացքում ամեն օր։ Զարթուցիչն այլս կարիք չուներ զնգալու։ Նրա մարմինն արդեն ընտելացել էր այն անողոք առօրյային, որը կյանքը վերածել էր պարտականությունների ավտոմատ հաջորդականության։ Նա մթության մեջ վեր կացավ անկողնուց։ Լուռ բնակարանս մեկմիայնակ լուսաբացի վկան էր։ Իսկական նախաճաշի համար ժամանակ չկար։ Մի բաժակ սուրճ, մի քանի չորահաց, հեռախոսին արդեն սկսվող նամակները վերանայելիս։ Դրսում երանը դանդաղ էր արթնանում, բայց Մաշտոցի պողոտայի այդ գրասենյակային շենքի ներսում ռիթմն արդեն խելահեղ էր նույնիսկ արի ծագելուց առաջ։ Նարինեն երկրի խոշորագույն ֆինանսական խորհրդատվական ընկերություններից մեկի նախագահ Դավիթ Սահակյանի գործադիր օգնականն էր։ Շուկայում նրան գիտեին որպես անողոք, փայլուն ամբողջովին արդյունքների վրա կենտրոնացած ղեկավարի։ Նրա համար գոյություն չունեին հանգստյան օրեր, տոներ կամ աշխատանքային ժամեր։ Գոյություն ունեին միայն նպատակներ, վերջնաժամկետներ, հաճախորդներ, որոնք հսկայական գումարներ էին վճարում այնպիսի լուծումների համար, որոնք պետք է տրվեին դեռ 3։ Եվ Նարինեն այն օղակն էր, որն ամեն ինչ ստիպում էր աշխատել։ Նա էր, որ կազմակերպում էր անհնարին օրակարգերը, լուծում խնդիրները, նախքան Դավիթը կիմանար դրանց գոյության մասին, պատասխանում գիշերվա ժամը 2-ի զանգերին, առանց վարանելու չեղարկում անձնական հանդիպումները, երբ վերջին պահին խորհրդակցություն էր նշանակվում։ Նա էր, որ Դավիթի նախասիրություններն ավելի լավ գիտեր, քան որը մեկը, ով հստակ գիտեր, թե նա ինչպիսի սուրճ է սիրում, որ գրիչն է նախընտրում օգտագործել, ձայնի որ տոնն է վկայում, որ պատրաստվում է պայթել ինչ-որ մեկի վրա։ 4 տարի շարունակ Նարինեն իր կյանքը կառուցել էր Դավիթ Սահակյանի շուրջ։ Ոչ թե ռոմանտիկ ընտրության կամ այն պատրանքի պատճառով, թե մի օր նա իրեն կտեսնի ավելին, քան պարզապես գրագետ աշխատակից, այլ որովհետև, ինչ-որ այլասերված կերպով, նա պետք է ինքն իրեն ապացուցեր, որ ունակ է։ Ունակ է դիմանալ ռիթմին, լինել անփոխարինելի, զոհաբերել ամեն ինչ մի կարիերայի համար, որը խոստանում էր աճ, ճանաչում, կայունություն։ Խնդիրն այն է, որ խոստումները երբեմն պարզապես գեղեցիկ բառեր են, որոնք հետաձգում են իրականությունը։ Այդ դեկտեմբերյան առավոտ, երբ Նարինեն ժամը 7-ին մտավ գրասենյակ, հեռախոսում արդեն Դավիթից 3 հրատապ հաղորդագրություն կար։ Նա շուտ էր եկել, ինչը միշտ նշանակում էր խնդիրներ։ Նարինեն պայուսակը դրեց սեղանին, նույնիսկ ժամանակ չունեցավ միացնելու համակարգիչը, նախքան նրա սենյակի դուռը թակելը։ Դավիթը հեռախոսով էր խոսում, անհամբեր ժեստեր անելով, միաժամանակ նայելով 3 էկրանների։ Մուգ մազերը կատարյալ սանրված, կոստյումն անթերի նույնիսկ այդ վաղ ժամին, ուղիղ կեցվածքը երբեք հոգնածություն չէր մատնում։ 42 տարեկանում նա համարվում էր իր սերնդի ամենահաջողակ գործադիր տնօրեններից մեկը։ Նա կատարելություն էր պահանջում, քանի որ կարծում էր, որ դա նվազագույնն է, ինչ կարող է առաջարկել։ Նա կտրուկ շարժումով անջատեց հեռախոսը, նայեց Նարինեին այն արտահայտությամբ, որը նա այդքան լավ գիտեր։ Հրատապություն։ Միշտ հրատապություն։ Պետք է փոխենք շաբաթվա ամբողջ օրակարգը։ Գյումրիի հաճախորդը շնորհանդեսը տեղափոխել է վաղվա վրա։ Ինձ պետք են բոլոր համախմբված հաշվետվությունները մինչ այսօր երեկո, ուզում եմ անցյալ ամիս ուղարկված առաջարկի ամբողջական վերանայում։ Նա հաստատիր ընթրիքը ֆրանսիացի ներդրողների հետ այսօր երեկո։ Եվ Նարինե, խնդրում եմ, մի մոռացի ստուգել, արդյոք ամրագրել են այն ռեստորանը, որը խնդրել էի։ Երկրորդ տարբերակ չեմ ընդունում։ Նարինեն մտքում ամեն ինչ գրի էր առնում, արդեն հաշվարկելով, թե որքան ժամանակ կպահանջվի յուրաքանչյուր առաջադրանքի համար։ Ամբողջ շաբաթվա օրակարգը պետք է վերակազմվեր, ինչը նշանակում էր տասնյակ զանգեր, բանակցություններ, դիվանագիտական ներողություններ։ Հաշվետվությունները կպահանջեին համակարգում առնվազն 5 տարբեր բաժինների հետ։ Առաջարկն ուներ ավելի քան 100 էջ, որոնք պետք է վերանայվեին տող առ տող։ Իսկ ֆրանսիացիների հետ ընթրիքը նշանակում էր արարողակարգեր ուսումնասիրել, սննդային նախասիրություններ հաստատել, երաշխավորել, որ յուրաքանչյուր մանրուք կատարյալ լինի։
Այո, հենց հիմա կկարգավորեմ, պատասխանեց նա հաստատուն ձայնով թաքցնելով հոգնածությունը, որն արդեն ծանրացել էր ուսերին։ Դավիթը կրկին ուշադրությունը սեռեց էկրաններին, անցմոն կերպով ազատելով նրան։ Նրա համար Նարինեն մարդկային կերպարանքով արդյունավետություն էր։ Ոչ թե սահմաններ, կարիքներ կամ այդ պատերից դուրս կյանք ունեցող մարդ։ Պարզապես կատարյալ մեխանիզմ, որն իր մեքենան աշխատեցնում էր։ Հաջորդ ժամերը փոթորիկ էին։ Անվերջ զանգեր, հրատապ նամակներ, վերջին պահի տպագրություններ, տեսակոնֆերանսներ, որտեղ Նարինեն պետք է ներկա լիներ, գրի առնելու յուրաքանչյուր որոշում, ռազմավարության յուրաքանչյուր փոփոխություն։ Ճաշն աննկատ անցավ։ Նա կերավ մի քանի թխվածքաբլիթ, որ պահում էր դարակում, առանց նույնիսկ համը զգալու, աչքերը սեռած համակարգչի էկրանին, մինչ համախմբում էր տվյալները, որոնք կարծես երբեք չէին վերջանում։ Ժամը 3-ին Դավիթը դուրս եկավ արտագնա հանդիպման։ Նարինեն օգտվեց առիթից, փորձելով կարգի բերել իր սեղանի քաոսը։ Ցրված թղթեր, ամենուր փակցված կպչուն թերթիկներ, 3 կիսատ սուրճի բաժակ, որոնք նույնիսկ չէր հիշում, թե երբ է պատրաստել։ Համակարգչի մութ էկրանին արտացոլված դեմքը ցույց էր տալիս խորը պարկեր աչքերի տակ, դեմքն ավելի նիհար էր, քան պետք է լիներ, շագանակագույն մազերն ինչպես պատահի հավաքված։ Երբ էր վերջին անգամ մի ամբողջ գիշեր քնել։ Երբ էր վերջին անգամ ընկերուհիների հետ դուրս եկել, ֆիլմ դիտել, առանց 5 րոպեն մեկ նամակները ստուգելու, կամ պարզապես տանը մնացել, բացարձակապես ոչինչ չանելով։ Նարինեն չէր կարողանում հիշել։ Հեռախոսը նորից զանգեց։ Դավիթն էր։ Նրան պետք էին փաստաթղթեր, որոնք գրասենյակում էին։ Պետք էր, որ նա դրանք սկանավորեր անմիջապես ուղարկեր։ Նարինեն սուր ծակոց զգաց քունքին, բայց անտեսեց։ Միշտ անտեսում էր։ Արդեն սովորել էր, որ մարմինը զգուշացնում է, բայց ինքը կարող է այն առաջ մղել զգուշացումներից անդին։ Միշտ կարող էր։ Մինչ որ այլս չկարողացավ։ Եկավ գիշերը, գրասենյակը սկսեց դատարկվել։ Մեկ առ մեկ գործընկերները հրաժեշտ էին տալիս, խոսելով մոտեցող հանգստյան օրերի պլանների, ամանորի նախապատրաստությունների մասին, որին ընդամենը 1 շաբաթ էր մնացել։ Նարինեն լսում էր խոսակցությունները, կարծես դրանք գալիս էին զուգահեռ աշխարհից։ Ամանոր։ Նա նույնիսկ չէր մտածել նվերներ գնելու, Լոռու մարզում ապրող մորը զանգելու, որը պլան կազմելու մասին։ Երեկոյան ժամը 8-ին նա դեռ նստած էր սեղանի մոտ, երբ Դավիթը վերադարձավ հանդիպումից։ Նա 2 գործընկերների հետ էր ուղիղ գնացին խորհրդակցությունների սենյակ։ 1 ժամ անց նա կանչեց Նարինեին։ Պետք էր հաջորդ օրվա համար շնորհանդես պատրաստել։ Զրոյից։ Մի բան, որը սովորաբար 1 շաբաթ կտեր։ Մենք կարող ենք դա անել, ասաց նա, Նարինեն նկատեց հոգնակի թիվը։ Մենք։ Կարծես թիմ լինեին։ Կարծես նա ընտրություն ունենար։ Իհարկե, պատասխանեց նա, արդեն նորից բացելով համակարգիչը։ Նրանք աշխատեցին մինչ կեսգիշեր։ Դավիթը գաղափարներ էր թելադրում, Նարինեն դրանք վերածում էր սլայդների, գրաֆիկների, կապակցված տեքստերի։ Նա բաժակ-բաժակ սուրճ էր խմում, քայլում սենյակով, ժեստեր անում, մտքափոխվում, նորից սկսում։ Նարինեն պարզապես կատարում էր, մատները մեխանիկորեն շարժվում էին ստեղնաշարի վրա, աչքերը այրվում էին հոգնածությունից։ Երբ վերջապես ավարտեցին, Դավիթը հենվեց աթոռին այդ գիշեր առաջին անգամ իսկապես նայեց Նարինեին։ Արագ հայացք, բայց կարծես ինչ-որ տարբեր բան նկատեց։ Նա գունատ էր, ձեռքերը թեթակի դողում էին, մինչ ֆայլը պահպանում էր։ Լավ ես, հարցրեց նա, Նարինեն զարմացավ հարցից։ Հազվադեպ էր պատահում, որ նա հարցներ մի բան, որը կապված չէր աշխատանքի հետ։ Այո, պարզապես հոգնած եմ։ Երկար օրեր։ Դավիթը գլխով արեց, արդեն ուշադրությունը դարձնելով սեղանին թրթռացող հեռախոսին։ Անհանգստությունը, եթե նույնիսկ եղել էր, արդեն անցել էր։ Նարինեն վերցրեց պայուսակը գիշերվա ժամը 1-ին դուրս եկավ գրասենյակից։ Շենքը լուռ էր, միայն մաքրող անձնակազմն էր դեռ աշխատում։ Նա սպասեց վերելակին, մարմինը ծանր, գլուխը բաբախում էր։ Երբ հասավ առաջին հարկ անցավ նախասրահով, նկատեց, որ ընդունարանում արդեն փոքրիկ տոնածառ էին դրել։ Զուսպ լույսերը մեղմ թարթում էին, ոսկեգույն գնդիկներն արտացոլում էին դատարկ միջավայրը։ Ամանոր։ Տարվա ամենաերջանիկ ժամանակաշրջանը, ասում էին։ Նարինեն չէր կարողանում հիշել, թե երբ էր վերջին անգամ երջանիկ եղել։ Հաջորդ օրերն էլ ավելի լարված էին։
Նախատոնական շաբաթը լրացուցիչ ճնշում էր բերում։ Բոլորն ուզում էին գործարքներ կնքել, նախագծեր ավարտել, երաշխավորել, որ տարին կփակվի դրական թվերով։ Դավիթն էլ ավելի պահանջկոտ էր, ավելի անհամբեր, ավելի ներկա։ Եվ Նարինեն, ինչպես միշտ, այնտեղ էր լուծում, կազմակերպում, երաշխավորում, որ ամեն ինչ կատարյալ աշխատի։ Հինգշաբթի կեսօրին նա հասկացավ, որ նախորդ գիշերվանից ոչինչ չէր կերել։ Ստամոքսը սեղմվում էր, բայց ուտելիքի միտքը սրտխառնոց էր առաջացնում։ Եվս մեկ սուրճ խմեց, թունդ ու դառը, վերադարձավ աշխատանքի։ Կարոր խորհրդակցություն էր ընթանում, նա պետք է գրի առներ որոշված ամեն ինչ։ Խորհրդակցությունների սենյակը լիքն էր։ Դավիթը նախագահում էր սեղանը, սովորականի պես հեղինակավոր կերպով ղեկավարելով քննարկումը։ Նարինեն նստած էր անկյունում, նոութբուքը բաց, արագ մուտքագրում էր։ Ձայները սկսեցին հեռանալ, կարծես շատ հեռվից էին գալիս։ Նա մի քանի անգամ թարթեց աչքերը, փորձելով կենտրոնանալ, բայց տեսողությունը սկսեց մշուշվել։ Գրիչը սահեց ձեռքից։ Նարինեն փորձեց վերցնել այն, բայց մատները չենթարկվեցին։ Նոութբուքը քիչ մնաց ընկներ ծնկներից։ Նա լսեց իր սեփական ձայնը, հեռավոր ու տարօրինակ, փորձում էր ինչ-որ բան ասել, բայց բառերը չէին կազմվում։ Աշխարհը սկսեց պտտվել։ Եվ հետո ամեն ինչ մտնեց։ Տագնապալի ձայների ձայնը վերջին բանն էր, որ լսեց, նախքան աթոռին ուշագնաց լինելը։ Մարմինը վերջապես հանձնվեց տարիների անտեսումից, գերազանցված սահմաններից, անտեսված նշաններից հետո։ Դավիթը տեսավ, թե ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ դանդաղեցված կադրի պես։ Նարինեն, միշտ այդքան ամուր, միշտ այդքան ներկա, փլվում էր աթոռին։ Մի ակնթարթ նա քարացավ, ուղեղը հրաժարվում էր ընկալել այն, ինչ տեսնում էին աչքերը։ Հետո ինչ-որ բան ներսում կոտրվեց։ Մի բան, որ երբեք առաջ չէր զգացել։ Նա այնքան կտրուկ վեր կացավ, որ գցեց սեփական աթոռը, շրջանցեց սեղանը, վայրկյանների ընթացքում հայտնվեց Նարինեի կողքին։ Նրան համակած վախը բնազդային էր, պարզունակ։ Նա բռնեց նրա ուսերից, կանչեց անունը, բայց Նարինեն չէր պատասխանում։ Դեմքը թղթի պես սպիտակ էր, շուրթերն անգույն։ Ինչ-որ մեկը շտապօգնություն կանչեք, գոռաց նա քարացած մարդկանցով լի սենյակում։ Ձեռքերը դողում էին, մինչ ստուգում էր նրա զարկերակը։ Թույլ էր, բայց կար։ Նարինեն շնչում էր։ Բայց անգիտակից էր, լիովին անգիտակից։ Դավիթը զգաց մի բան, որ երբեք չէր զգացել իր ողջ մասնագիտական կյանքում։ Դա պարզապես անհանգստություն չէր արժեքավոր աշխատակցի համար։ Դա մաքուր խուճապ էր։ Այն միտքը, որ Նարինեի հետ կարող է լուրջ բան պատահել, որ նա կարող է այլս աչքերը չբացել, որ այդ մշտական ներկայությունը, այդ լուռ արդյունավետությունը, այդ մարդը, որին նա տեսնում էր ամեն օր, բայց երբեք իսկապես չէր նկատում, կարող է պարզապես անհետանալ իր կյանքից։ Այդ պահին Նարինեի հետ իր ձեռքերում ուշագնաց, Դավիթ Սահակյանը հասկացավ մի բան, որն իրեն ավելի շատ սարսափեցրեց, քան ցանկացած ֆինանսական ճգնաժամ, քան ցանկացած մասնագիտական ձախողում։ Նա հասկացավ, որ Նարինե Գրիգորյանը պարզապես իր օգնականը չէր։ Նա էական էր։ Եվ ոչ միայն աշխատանքի համար։ Իր համար։ Իր կյանքի համար։ Մի ծով, որը չէր կարողանում անվանել, չէր կարողանում հասկանալ, բայց որը նրան համակում էր ջախջախիչ ուժով։ Խորհրդակցությունների սենյակի դուռը բացվեց, հայտնվեց Արամը։ Արամ Մանուկյանը, ՏՏ-բաժնի համակարգողը, 30-ն անց մի տղամարդ, որին Նարինեն ճանաչում էր ընկերություն մտնելու օրվանից։ Նա գունատվեց, տեսնելով տեսարանը։ Նարինե։ Ինչ է պատահել։ Նա արագ մոտեցավ, մի մտերմությամբ, որը Դավիթի ներսում ինչ-որ բան ստիպեց սեղմվել։ Արամը ծնկի իջավ նրանց կողքին, զգուշորեն դիպավ Նարինեի դեմքին, կանչեց նրա անունը մի քնքշությամբ, որը չափազանց մտերիմ հնչեց։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Շտապօգնությունը հասավ 15 րոպեում, որոնք ժամեր թվացին։ Դավիթը ոչ մի պահ չհեռացավ Նարինեի կողքից, բայց Արամն էր, որ նրան բռնեց մի նրբությամբ, որը մտերմություն էր մատնում։ Նա շոյում էր նրա մազերը, ցածրաձայն բառեր էր մրմնջում, երբ շտապօգնության բուժաշխատողները հասան, նա էր, որ տրամադրեց տեղեկություններ, որոնք Դավիթը չգիտեր։ Նրա արյան խումբը։ Դեղորայքային ալերգիաները։ Մոր լրիվ անունը։ Մանրամասներ, որոնք ՏՏ-բաժնի համակարգողը չպետք է իմանար այլ բաժնի գործադիր օգնականի մասին։
Դավիթը հետում էր ամեն ինչին, կրծքում տարօրինակ զգացողությամբ։ Ինչ-որ բան զայրույթի շփոթության միջ։ Ինչ-որ բան, որ սեղմում էր, անհանգստացնում, ստիպում էր ցանկանալ Արամին հեռացնել նրանից։ Բայց նա իրավունք չուներ։ Նարինեն իրենը չէր։ Պարզապես իր աշխատակիցն էր։ Ապա ինչու էր այդ տեսարանն իրեն այդքան անհանգստացնում։ Բուժաշխատողները նրան դրեցին պատգարակի վրա։ Նարինեն սկսեց ուշքի գալ, աչքերը դանդաղ բացվում էին, շփոթված։ Նա փորձեց խոսել, բայց ձայնը թույլ դուրս եկավ։ Հանգիստ, Նարինե, դու ուշագնաց եղար։ Քեզ հիվանդանոց ենք տանում, ասաց Արամը, բռնելով նրա ձեռքը։ Ես պետք է հաշվետվությունը։ Դավիթ։ Մոռացիր։ Հաշվետվության մասին վճռականորեն պատասխանեց Արամը։ Դու պետք է քո մասին հոգ տանես։ Դավիթը բառերն ընկալեց որպես մեղադրանք։ Եվ գուցե դրանք այդպիսին էին։ Նարինեն ուշագնաց էր եղել իր խորհրդակցությունների սենյակում, իր հրավիրած հանդիպման ժամանակ, օրեր շարունակ անդադար աշխատելուց հետո, իր պահանջները բավարարելու համար։ Պահանջներ, որոնց մասին նա երբեք չէր մտածել, արդյոք դրանք խելամիտ են։ Պահանջներ, որոնք նա պարզապես ներկայացնում էր, քանի որ Նարինեն միշտ կարողանում էր կատարել։ Ես նրա հետ կգնամ, հանկարծ ասաց Դավիթը, զարմացնելով բոլորին, այդ թվում ինքն իրեն։ Արամը տարօրինակ նայեց նրան։ Դուք 1 ժամից հանդիպում ունեք ներդրողների հետ։ Չեղարկիր։ Կվերանշանակենք, պատասխանեց Դավիթը մի տոնով, որը քննարկման ենթակա չէր։ Ես նրա հետ եմ գնում։ Շտապօգնության մեքենայում Նարինեն ավելի գիտակից էր, բայց տեսանելիորեն ամաչում էր։ Նա փորձում էր ներողություն խնդրել, ասել, որ ամեն ինչ կարգին է, որ կարող է վերադառնալ աշխատանքի։ Դավիթը, նստած նրա կողքին, առաջին անգամ նկատեց, թե որքան նիհար է նա։ Բարակ դաստակները, հյուծված դեմքը, խորը պարկերն աչքերի տակ։ Ինչպես նա չէր տեսել։ Ինչպես էր նայել նրան ամեն օր 4 տարի շարունակ չէր նկատել, որ սպառում է նրա առողջությունը վերջնաժամկետների նպատակների անվան տակ։ Դու այսօր աշխատանքի չես վերադառնալու, ասաց նա, ձայնն ավելի մեղմ, քան մտադրվել էր։ Ի դեպ, չես վերադառնալու, մինչ բժիշկը չասի, որ կարող ես։ Նարինեն զարմացած նայեց նրան։ Հազվադեպ էին այն պահերը, երբ Դավիթը որե տեսակի անձնական հոգատարություն էր ցուցաբերում։ Նա արդյունավետ էր, արդար, ինչ վերաբերում էր աշխատավարձերին արտոնություններին, բայց հեռու։ Միշտ հեռու։ Նրա աչքերում անկեղծ անհանգստություն տեսնելը շփոթեցնող էր։ Հիվանդանոցում Նարինեին անմիջապես զբաղվեցին։ Արյան անալիզներ, ճնշման ստուգում, հարցեր սննդի, քնի, բժշկական պատմության մասին։ Դավիթը մնաց սպասասրահում անկարող հեռանալու, թե գիտեր, որ տասնյակ պարտավորություններ սպասում են։ Նա չեղարկեց ամեն ինչ։ Պարզապես չեղարկեց։ Եվ չմտահոգվեց հետանքների մասին։ Արամը հասավ կես ժամ անց, բերելով Նարինեի պայուսակը, որը մնացել էր գրասենյակում։ Նա տեսավ Դավիթին այնտեղ, միայնակ նստած սպասասրահում, կնճռոտեց ճակատը։ Պետք չէր, որ գայիք։ Ես կարող եմ նրա հետ մնալ, ասաց Արամը քաղաքավարի, բայց մարտահրավերի երանգով տոնով։ Ես ուզում էի գալ, պատասխանեց Դավիթը, հանդիպելով նրա հայացքին։ Նա իմ պատասխանատվությունն է։ Նա իմ ընկերն է, հակադարձեց Արամը։ Եվ ես նրա համար վաղուց եմ անհանգստանում։ Ինչ-որ բան այնձի մեջ, թե ինչպես Արամն ասաց դա, նուրբ շեշտադրումը, Դավիթին ստիպեց հասկանալ։ Դա պարզապես ընկերություն չէր։ Այնտեղ զգացմունքներ կային։ Արամը զգացմունքներ ուներ Նարինեի նկատմամբ։ Եվ գուցե, դատելով այնցից, թե ինչպես նա հոգ էր տանում նրա մասին, Նարինեն նույնպես։ Միտքը նրան անհանգստացրեց անտրամաբանական անհամաչափ կերպով։ Դավիթը չէր հասկանում, թե ինչու է դա կարևոր։ Բայց կարևոր էր։ Չափազանց կարևոր։ Բժշկուհին վերջապես դուրս եկավ նրանց հետ խոսելու։ Ախտորոշեց ծայրահեղ հյուծվածություն, ջրազրկում, սակավարյունություն, քրոնիկ սթրեսի նշաններ։ Նարինեին անհրաժեշտ էր բացարձակ հանգիստ, պատշաճ սնունդ, հոգեբանական աջակցություն, հուզական գերբեռնվածության հետ գործ ունենալու համար։ Բժշկուհին ուղիղ էր։ Եթե նա անմիջապես չփոխեր իր ապրելակերպը, հետանքները կարող էին շատ ավելի լուրջ լինել։ Նա պետք է առնվազն 3 շաբաթով հեռու մնա աշխատանքից, ասաց բժշկուհին, հատուկ նայելով Դավիթին, կարծես հստակ իմանար, թե ով է պատասխանատու այդ վիճակի համար։
Եվ երբ վերադառնա, աշխատանքային բեռը պետք է կտրուկ կրճատվի։ Սա քննարկման ենթակա չէ։ Դավիթը գլխով արեց, առաջին անգամ զգալով մեղքի զգացումի ծանրությունը։ 3 շաբաթ։ Ամանորին 1 շաբաթ էր մնացել։ Նարինեն տոներն անցկացնելու էր վերականգնվելով մի բանից, որը նա էր պատճառել։ Մի բան, որն իր անողոք պահանջկոտությունը, արդյունքների մոլուցքը, մարդկանց իրենց գործառույթներից այն կողմ տեսնելու անկարողությունն էր հրահրել։ Երբ Նարինեն հաջորդ առավոտ դուրս գրվեց հանգստի խիստ ցուցումներով, Արամն առաջարկեց նրան տուն տանել։ Դավիթը դիտում էր, թե ինչպես են նրանք միասին հեռանում, Արամը ձեռքը գցել էր նրա ուսերին, պաշտպանում էր, հոգ էր տանում նրա մասին։ Եվ կյանքում առաջին անգամ Դավիթ Սահակյանը խանդ զգաց։ Իսկական խանդ։ Ոչ թե այն մասնագիտական նախանձը, որ երբեմն զգում էր հաջողակ մրցակիցների նկատմամբ, այլ բնազդային, ցավոտ խանդ, որն այրում էր կրծքում, ստիպում էր ցանկանալ, որ Արամը նրան չդիպչի։ Բայց նա այդ իրավունքը չուներ։ Եվ այդ գիտակցությունն իրեն տանջում էր։ Հաջորդ օրերը տարօրինակ էին Դավիթի համար։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա ստիպված էր գործ ունենալ գրասենյակի հետ առանց Նարինեի։ Ժամանակավոր օգնական վարձեց, բայց կինը ոչինչ չէր հասկանում։ Չգիտեր, թե նա ինչպիսի սուրճ է սիրում, չէր կանխատեսում նրա կարիքները, չէր կարողանում վերծանել նրա անորոշ հրահանգները։ Դավիթը նյարդայնանում էր յուրաքանչյուր փոքր սխալից, արդյունավետության յուրաքանչյուր պակասից։ Բայց դա միայն դա չէր։ Գրասենյակը դատարկ էր թվում առանց Նարինեի։ Նրա սեղանը, նույնիսկ բացակայության դեպքում կոկիկ, մշտական հիշեցում էր։ Նա բռնում էր իրեն այնտեղ նայելիս, սպասելով տեսնել նրան իր քաղաքավարի ժպիտով լուռ գրագիտությամբ։ Բայց աթոռը դատարկ էր մնում։ Դավիթը զանգեց նրան երրորդ օրը։ Ասաց, որ ուզում է իմանալ, թե ինչպես է, բայց ճշմարտությունն այն էր, որ պարզապես ուզում էր լսել նրա ձայնը։ Նարինեի ձայնը հոգնած էր հնչում, բայց ավելի լավ։ Նա մոր տանն էր, լոռու մարզում, հանգստանում էր։ Մայրը պնդել էր, որ նա այնտեղ մնա տոների համար։ Ինչպես են գործերն այնտեղ, հարցրեց նա, Դավիթը հասկացավ, որ նույնիսկ արձակուրդում լինելով, նա անհանգստանում է աշխատանքի համար։ Բարդ, խոստովանեց նա։ Ոչ ոք գործերն այնպես չի անում, ինչպես դու։ Գծի մյուս կողմում լռություն տիրեց։ Հետո Նարինեն ասաց, մեղմ ձայնով. Ես միշտ փորձել եմ լավագույնն անել։ Գիտեմ։ Եվ ես երբեք պատշաճ կերպով շնորհակալություն չեմ հայտնել, պատասխանեց Դավիթը, զարմանալով սեփական անկեղծությունից։ Անջատելուց հետո նա երկար նայում էր հեռախոսին։ Կարոտում էր նրան։ Ոչ միայն արդյունավետությունը, ոչ միայն մասնագիտական աջակցությունը։ Կարոտում էր նրան։ Նրա ներկայությունը, այն ձև, թե ինչպես նա հասկանում էր, թե ինչ է իրեն պետք, նախքան ինքը կասեր, զուսպ ժպիտը, երբ կարողանում էր անհնարին խնդիր լուծել։ Դավիթը փորձեց կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց միտքը միշտ վերադառնում էր Նարինեին։ Թե ինչպես նա ուշագնաց եղավ իր ձեռքերում։ Վախին, որ զգացել էր այդ պահին։ Արամին, որ հոգ էր տանում նրա մասին մի մտերմությամբ, որին նախանձում էր։ Ամանորի նախօրեին Դավիթը միայնակ էր կենտրոնի իր հսկայական բնակարանում։ Նա ազատել էր թիմին, որպեսզի տոներն անցկացնեն իրենց ընտանիքների հետ։ Նա ընտանիք չուներ։ Ուներ գործընկերներ, հաճախորդներ, գործընկերներ։ Բայց ոչ ոք, ում հետ կիսեր ամանորյա ընթրիքը։ Դա նախկինում երբեք չէր անհանգստացրել։ Բայց հիմա, պատուհանից նայելով, լուսավորված քաղաքին, զգալով լուռ բնակարանի դատարկությունը, Դավիթը մտածեց, թե երբ է իր կյանքն այդքան փոքրացել։ Հեռախոսը զանգեց։ Նարինեն էր։ Նա զանգում էր շնորհավորելու Ամանորը։ Նրա ձայնն ավելի թեթ, ավելի հանգիստ էր հնչում։ Նա կարողանում էր լսել ֆոնային ձայներ, ծիծաղ, երաժշտություն։ Նա ընտանիքի հետ էր։ Երջանիկ էր։ Շնորհավոր Ամանոր, Դավիթ, անկեղծորեն ասաց նա։ Շնորհավոր Ամանոր, Նարինե։ Ինչպե՞ս ես։ Շատ ավելի լավ։ Բժիշկն ասաց, որ լավ եմ վերականգնվում։ Կարծում եմ, հունվարին արդեն կարող եմ վերադառնալ։ Մի շտապիր, արագ ասաց Դավիթը։ Վերադարձիր միայն այն ժամանակ, երբ իսկապես պատրաստ լինես։ Դադար եղավ։ Շնորհակալություն, որ զանգեցիր իմանալու, թե ինչպես եմ։ Պարտավոր չէիր դա անել։ Ես ուզում էի, պատասխանեց նա, հասկացավ, որ դա ճիշտ է։
Ես անհանգստանում եմ քո համար։ Եվս մեկ լռություն։ Հետո Նարինեն ասաց, հուզմունքով լի ձայնով. Ես պետք է գնամ։ Մայրս կանչում է ընթրիքի։ Բայց շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Երբ նա անջատեց, Դավիթը նստած մնաց բազմոցին, հեռախոսը ձեռքին, զգալով մի դատարկություն, որը ոչ մի մասնագիտական հաջողություն երբեք չէր լցրել։ Նա շուրջը նայեց շքեղ բնակարանին, դիզայներական կահույքին, պատերին կախված արվեստի գործերին, քաղաքի արտոնյալ տեսարանին։ Այդ ամենը անիմաստ էր թվում։ Անիմաստ։ Որովհետև չկար մեկը, ում հետ կիսվեր։ Մեկը, ով իսկապես հոգ տաներ իր մասին, բացի նրանից, ինչ նա կարող էր առաջարկել մասնագիտորեն։ Այդ ամանորյա գիշերը Դավիթ Սահակյանը որոշում կայացրեց. Երբ Նարինեն վերադառնա, ամեն ինչ այլ կերպ կլինի։ Նա այլ կերպ կլինի։ Դեռ չգիտեր, թե կոնկրետ ինչ զգում նրա նկատմամբ, չէր կարողանում անվանել այն հուզական փոթորիկը, որը համակում էր իրեն ամեն անգամ, երբ մտածում էր նրա մասին։ Բայց գիտեր, որ չի ուզում վերադառնալ այն մարդուն, որն անտեսել էր նրա ուշագնացությունը, մինչ շատ ուշ լիներ։ Չէր ուզում լինել այն մարդը, որը մարդկանց տեսնում էր միայն որպես նպատակներին հասնելու գործիքներ։ Հաջորդ օրը, ամանորին, Դավիթն արեց մի բան, որ երբեք չէր արել։ Արթնացավ, առանց նամակները ստուգելու։ Դուրս եկավ զբոսնելու Երանի ամայի փողոցներով։ Մտավ եկեղեցի, ոչ թե որովհետև կրոնասեր էր, այլ որովհետև լռության կարիք ուներ։ Նստեց հետի նստարաններից մեկին, պարզապես մնաց այնտեղ, մտածելով։ Մտածեց Նարինեի մասին։ Թե ինչպես նա իր կյանքի 4 տարին նվիրել էր իր կյանքը հեշտացնելուն։ Թե ինչպես նա ընդունել էր այդ նվիրումը, կարծես դա իրեն հասանելիք մի բան լիներ։ Թե ինչպես երբեք չէր հարցրել, արդյոք նա լավ է, երջանիկ է, երազանքներ ունի այդ գրասենյակից դուրս։ Մտածեց Արամի մասին։ Այն ձի մասին, թե ինչպես նա նայում էր Նարինեին։ Հոգատարության, քնքշության մասին։ Եվ նորից զգաց այդ սեղմումը կրծքում։ Խանդ։ Նախանձ։ Վախ կորցնելու մի բան, որը գուցե երբեք էլ իրենը չի եղել։ Երբ դուրս եկավ եկեղեցուց, առը բարձր էր։ Ընտանիքները քայլում էին փողոցներով, երեխաները խաղում էին նոր նվերներով, զույգերը ձեռք ձեռքի տված վայելում էին օրը։ Դավիթը նայում էր նրանց, կարծես նրանք այլ աշխարհից լինեին։ Մի աշխարհ, որտեղ մարդիկ գիտեին, թե ինչպես լինել երջանիկ, ինչպես կապեր ստեղծել, ինչպես սիրել առանց եկամուտներ շահույթներ հաշվարկելու։ Նա ուզում էր լինել այդ աշխարհի մի մասը։ Բայց չգիտեր, ինչպես։ Հաջորդ օրերին Դավիթը փորձեց զբաղված մնալ։ Աշխատեց, բայց առանց նախկին մոլուցքային ինտենսիվության։ Մարզվեց։ Գրքեր կարդաց, որոնք բիզնեսի մասին չէին։ Փորձեց պարզել, թե ով է ինքը, երբ գրասենյակում չէ, երբ գործարքներ չի կնքում, անհնարին նպատակներ չի դնում։ Եվ ամեն օր մտածում էր Նարինեի մասին։ Եվս մի քանի անգամ զանգեց նրան։ Կարճ, զգուշավոր խոսակցություններ։ Նա պատմում էր վերականգնման, մոր հետ ժամանակ անցկացնելու, ոչինչ չանելու հաճույքը վերագտնելու մասին։ Նա լսում էր նրան, ուշադիր յուրաքանչյուր բառին, ձայնի յուրաքանչյուր հնչերանգին։ Փորձում էր վերծանել, արդյոք այդ խոսակցություններում մասնագիտական քաղաքավարությունից բացի այլ բան կա։ Մի գիշեր համարձակություն հավաքեց, հարցրեց Արամի մասին։ Ինչպե՞ս է Արամը։ Դուք մտերիմ եք, այնպես չէ։ Նարինեն վարանեց պատասխանելուց առաջ։ Մենք վաղուց ընկերներ ենք։ Նա միշտ շատ ուշադիր է եղել իմ նկատմամբ։ Միայն ընկերներ, Դավիթն ատեց իրեն հարցնելու համար։ Իրավունք չուներ։ Բայց պետք է իմանար։ Արամը կցանկանար, որ ավելին լիներ, անկեղծորեն ասաց Նարինեն։ Բայց ես երբեք փոխադարձությամբ չեմ պատասխանել։ Նա հիանալի ընկեր է, բայց ես նրա նկատմամբ չեմ զգում այն, ինչ նա իմ նկատմամբ։ Դավիթը անհեթեթ, անհամաչափ թեթություն զգաց։ Իսկ ինչ ես դու զգում նրա նկատմամբ, մտածեց նա, բայց չհամարձակվեց հարցը բարձրաձայն տալ։ Խոսակցությունը փոխեց թեման, բայց Դավիթը մնաց մտածելով այդ մասին։ Նարինեն չէր սիրում Արամին։ Դա ինչ-որ բան նշանակում էր։ Կարող էր նշանակել, որ տեղ կա մեկ ուրիշի համար։ Իր համար։ Միտքը միաժամանակ սարսափելի հուզիչ էր։
Դավիթ Սահակյանը, որը երբեք թույլ չէր տվել, որ զգացմունքները խանգարեն իր մասնագիտական կյանքին, որը միշտ հեռավորություն էր պահպանել ցանկացած հուզական ներգրավվածությունից, քննարկում էր իր օգնականի նկատմամբ զգացմունքներ ունենալու հնարավորությունը։ Եվ չգիտեր, թե ինչ անել դրա հետ։ Եկավ նոր տարին։ Դավիթը նորից միայնակ անցկացրեց, մերժելով հաճախորդների գործընկերների հրավերները։ Կեսգիշերին, երբ հրավառությունները պայթեցին քաղաքի վրա, նա կանգնած էր բնակարանի պատշգամբում, ձեռքին շամպայնի բաժակ, նայում էր լուսավորված երկնքին։ Եվ միայն մեկ բան երազեց. որ նոր տարում համարձակություն ունենա լինել անկեղծ։ Ինքն իր հետ, Նարինեի հետ։ Երբ նա վերադառնա աշխատանքի հունվարի կեսերին, ամեն ինչ պետք է այլ լինի։ Նա պետք է այլ լինի։ Բայց Դավիթը չգիտեր, թե արդյոք ունակ կլինի փոխել տարիների վարքագիծը, տարիներ շարունակ աշխատանքն ամեն ինչից վեր դասելը, տարիներ շարունակ շրջապատի բոլոր մարդկանցից հուզական հեռավորություն պահպանելը։ Այն, ինչ նա դեռ չգիտեր, այն էր, որ Նարինեն նույնպես փոխվում էր։ Որ գրասենյակից, հյուծիչ առօրյայից, մշտական ճնշումից հեռու անցկացրած 3 շաբաթները փոխում էին այն ձը, թե ինչպես նա տեսնում էր իր սեփական կյանքը։ Եվ որ երբ վերադառնա, նա այլս նույն կինը չի լինի, որն ուշագնաց էր եղել այդ խորհրդակցությունների սենյակում։ Կլինի մեկը, ով վերջապես սովորել է իրեն առաջին տեղում դնել։ Մեկը, ով այլս չի ընդունի ճանաչման փշրանքներ, իր առողջության երջանկության դիմաց։ Մոտեցող վերամիավորումը խոստանում էր շատ ավելի բարդ լինել, քան Դավիթը պատկերացնում էր։ Որովհետև երբ երկու մարդ միաժամանակ փոխվում են, նրանք միշտ չէ, որ փոխվում են նույն ուղղությամբ։ Եվ երբեմն հեռավորությունը միավորելու փոխարեն բացահայտում է, թե որքանով ամեն ինչ երբեք այն չի եղել, ինչ թվում էր։ Նարինեն աշխատանքի վերադարձավ հունվարի 2-րդ շաբաթը։ Դավիթը վաղ առավոտից գրասենյակում էր, անհանգիստ մի ձով, որը երբեք չէր զգացել։ Մտքում փորձել էր, թե ինչ կասի, ինչպես կվարվի։ Ուզում էր ցույց տալ, որ փոխվել է, որ ընդունում է իր սխալները, որ գնահատում է նրան որպես մարդ, ոչ միայն որպես աշխատակից։ Երբ Նարինեն ներս մտավ, Դավիթը քարացավ։ Նա փոխվել էր։ Ոչ միայն ֆիզիկապես, թե տեսանելիորեն ավելի առողջ էր, դեմքին գույն կար, աչքերում փայլ, որը վաղուց չկար։ Բայց ավելին կար այլ կեցվածք։ Քայլելուց, որն ավելի շատ վստահություն էր հաղորդում։ Նա գրասենյակ չմտավ սովորականի պես շտապելով, նյարդայնորեն ստուգելով հեռախոսը, արդեն մտածելով հազարավոր առաջադրանքների մասին։ Նա մտավ հանգիստ, շուրթերին կիսաժպիտ, ճանապարհին ողջունելով մարդկանց։ «Բարի լույս, Դավիթ», ասաց նա, երբ կանգնեց նրա սենյակի դռան մոտ։ Ձայնը քաղաքավարի էր, բայց այնտեղ նոր հեռավորություն կար։ Մի անտեսանելի պատնեշ, որը նախկինում չկար։ «Բարի լույս, Նարինե»։ «Բարի վերադարձ»։ Ինչպես ես, նա վեր կացավ անվստահ, թե արդյոք պետք է սեղմի նրա ձեռքը, գրկի, թե պահպանի սովորական մասնագիտական հեռավորությունը։ Լավ եմ։ Շատ ավելի լավ, շնորհակալություն։ Նա մտավ նստեց նրա սեղանի դիմացի աթոռին, շարժումները հանգիստ, առանց նախկին նյարդային հրատապության։ Կցանկանայի ձեզ հետ խոսել մի քանի բանի մասին, նախքան աշխատանքը լիովին վերսկսելը։ Դավիթը գլխով արեց, նույնպես նստելով։ Իհարկե։ Ինչ է քեզ պետք։ Նարինեն խորը շունչ քաշեց։ Բացակայության ընթացքում ժամանակ ունեցա շատ բաների մասին մտածելու։ Իմ կարիերայի, առաջնահերթությունների, առողջության մասին։ Եվ որոշ եզրակացությունների հանգեցի։ Նա զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Նրա տոնի մեջ ինչ-որ վերջնական բան կար։ Ինչ-որ բան, որը նրան վախեցնում էր։ Ես այլս չեմ կարող աշխատել նախկին ռիթմով, շարունակեց նա, վճռականորեն հանդիպելով նրա հայացքին։ Բժիշկը հստակ ասաց. Իմ առողջությունը չի դիմանա։ Եվ ավելի կարևոր, ես չեմ ուզում։ Հասկացա, որ զոհաբերում է իմ կյանքը, առողջությունը, անձնական հարաբերությունները մի աշխատանքի անվան տակ, որը որքան էլ նվիրվեի, երբեք բավարար չէր լինի։ Միշտ կլիներ մեկ նպատակ, մեկ նախագիծ, մեկ հրատապություն։ Դավիթը բառերն ընկալեց որպես հարվածներ։ Նա ճիշտ էր։ Լիովին ճիշտ։ Եվ նա դա գիտեր։ Այնպես որ, եթե ես շարունակելու եմ այստեղ, ինձ իրական փոփոխություններ են պետք։ Ֆիքսված աշխատանքային ժամեր, ազատ հանգստյան օրեր, հարգված արձակուրդներ։ Եվ հարգանք իմ սահմանների նկատմամբ։
Որովհետև ես սովորեցի, որ սահմանները թուլություն չեն։ Դրանք անհրաժեշտություն են։ Այդ ամենը կկազմակերպվի, արագ ասաց Դավիթը։ Ես արդեն մտածել էի այդ մասին։ Եվս մեկ մարդ կվարձեմ օգնելու, աշխատանքային բեռը բաժանելու համար։ Դու այլս միայնակ չես աշխատի։ Նարինեն գլխով արեց, բայց զարմացած կամ առանձնապես շնորհակալ չթվաց։ Կարծես դա սպասում էր որպես հիմնական իրավունք, ոչ թե բարեհաճություն։ Եվս մեկ բան կա, ասաց նա, տոնի մեջ ինչ-որ բան Դավիթին ստիպեց պատրաստվել վատթարագույնին։ Ես առաջարկ եմ ստացել, երբ արձակուրդում էի։ Ավելի փոքր ընկերություն, բայց ավելի առողջ աշխատանքային մշակույթով։ Նմանատիպ աշխատավարձ, բայց մարդկային ժամեր կենտրոնացում կյանքի որակի վրա։ Ես լրջորեն դիտարկում եմ այն։ Դավիթը զգաց, թե ինչպես գետինը փախավ ոտքերի տակից։ Նա գնալու էր։ Այս ամենից հետո, երբ նա վերջապես հասկացավ, թե որքան կարևոր է նա գնալու էր։ Եվ ամենավատն այն էր, որ չէր կարող մեղադրել նրան։ Այն բանից հետո, ինչ արել էր, ինչպես վարվել էր նրա հետ, Նարինեն լիակատար իրավունք ուներ ավելի լավ բան փնտրելու։ Հասկանում եմ, ասաց նա, ձայնն ավելի զուսպ, քան ներսում զգում էր։ Դու լիակատար իրավունք ունես փնտրելու այն, ինչը լավագույնն է քեզ համար։ Բայց կցանկանայի մեկ հնարավորություն խնդրել։ Մի հնարավորություն ցույց տալու, որ այստեղ ամեն ինչ կարող է այլ լինել։ Որ ես կարող եմ այլ լինել։ Նարինեն երկար ուսումնասիրեց նրան։ Ինչու է դա քեզ համար հիմա կարևոր։ Ինչու առաջ կարևոր չէր։ Հարցը արդարացի էր։ Եվ դժվար։ Դավիթը խորը շունչ քաշեց։ Որովհետև ես կույր էի։ Կենտրոնացած էի միայն արդյունքների, չափելի հաջողությունների, երբեք չավարտվող նպատակների վրա։ Չէի տեսնում մարդկանց, չէի տեսնում քեզ։ Եվ երբ դու ուշագնաց եղար այդ սենյակում, երբ տեսա քեզ այնտեղ, անգիտակից հասկացա, թե որքան սխալ էի։ Որքան բան էի կորցրել, կենտրոնանալով միայն աշխատանքի վրա։ Նա դադար տվեց։ Դու պարզապես հիանալի աշխատակից չես, Նարինե։ Դու արտասովոր մարդ ես։ Եվ ես շատ եմ ցավում, որ այդքան երկար տեց դա գիտակցելը։ Լռություն տիրեց։ Նարինեն հայացքը փախցրեց, կարծես մշակում էր նրա խոսքերը։ Երբ նորից խոսեց, ձայնն ավելի մեղմ էր։ Ես մեկ հնարավորություն կտամ։ Բայց պետք է հասկանաս, որ եթե ամեն ինչ վերադառնա նախկինին, ես կգնամ։ Առանց վարանելու։ Չեն վերադառնա, խոստացավ նա։ Եվ ես դա կերաշխավորեմ։ Հաջորդ օրերը ճշգրտումների օրեր էին։ Դավիթն իսկապես վարձեց մեկ այլ օգնական, բաժանելով առաջադրանքները։ Նա խստորեն հարգում էր Նարինեի հեռանալու ժամը, նույնիսկ երբ անավարտ աշխատանք ուներ։ Այլս նամակներ կամ հաղորդագրություններ չէր ուղարկում աշխատանքային ժամերից դուրս։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա իր թիմին վերաբերվում էր որպես գրասենյակից դուրս կյանք ունեցող մարդկանց։ Բայց ավելին էր կատարվում։ Նոր լարվածություն նրա Նարինեի մեջ։ Այն պահերին, երբ պետք է միասին աշխատեին, նա գերզգայուն էր դառնում նրա ներկայության նկատմամբ։ Նուրբ բույրի, այն ձի, թե ինչպես նա կծում էր շուրթը, երբ կենտրոնացած էր, զուսպ ժպիտի, երբ կարողանում էր խնդիր լուծել։ Բռնում էր իրեն նրան նայելիս, երբ կարծում էր, որ նա չի տեսնում։ Եվ երբեմն բռնում էր նրան իրեն նայելիս։ Դրանք կարճ հայացքներ էին, բայց լի մի բանով, որը ոչ մեկը չգիտեր անվանել կամ չէր համարձակվում ընդունել։ Արամը նկատում էր։ Նա շարունակում էր մտերիմ լինել Նարինեի հետ, պարբերաբար ճաշում էր նրա հետ, օրվա վերջում սպասում էր նրան, որ միասին գնան տուն։ Եվ ամեն անգամ, երբ Դավիթը տեսնում էր նրանց երկուսին խոսելիս, ծիծաղելիս, կիսվելով պահերով, որոնք մտերիմ էին թվում, զգում էր այդ սեղմումը կրծքում։ Այդ խանդը, որը նրան ներսից ուտում էր։ Մի կեսօր Դավիթը հանդիպեց Նարինեին Արամին խոհանոցում։ Նա ծիծաղում էր մի բանից, որ Արամն ասել էր, գլուխը հետ գցած, աչքերը փայլում էին։ Արամը նայում էր նրան ակնհայտ պաշտամունքով։ Եվ հետո նա արեց մի բան, որը Դավիթը չէր սպասում։ Ձեռքը դրեց նրա դեմքին, մի քնքուշ, մտերմիկ ժեստ։ Նարինեն անմիջապես չհեռացրեց։ Մի վայրկյան վարանում եղավ։ Եվ այդ վայրկյանին Դավիթը զգաց, թե ինչպես ինչ-որ բան կոտրվեց իր ներսում։ Նա շրջվեց հեռացավ, նախքան նրանք կտեսնեին իրեն։ Վերադարձավ սենյակ դուռը փակեց ավելի ուժեղ, քան մտադրվել էր։
Նստեց սեղանի մոտ, ձեռքերը դողում էին մի հուզմունքից, որը չէր կարողանում վերահսկել։ Իրավունք չուներ այդպես զգալու։ Ոչինչ չէր արել Նարինեին արժանանալու համար։ Բայց զգացմունքն այնտեղ էր, կատաղի անհերքելի։ Րոպեներ անց Նարինեն թակեց դուռը, ներս մտավ։ Տեսավ նրա արտահայտությունը, կնճռոտեց ճակատը։ Ինչ-որ բան է պատահել։ Դավիթը պայքարում էր հանգստություն պահպանելու համար։ Ոչ։ Պարզապես աշխատանք։ Նա համոզված չթվաց, բայց չպնդեց։ Բերեց մի քանի փաստաթուղթ, որոնք ստորագրության կարիք ունեին, կանգնեց այնտեղ, մինչ նա վերանայում էր։ Մոտիկությունը տանջալի էր։ Դավիթը կարող էր զգալ նրա մարմնի ջերմությունը, նուրբ բույրը։ Եվ այն։ Ամենը, ինչ ուզում էր, ճշմարտությունն ասելն էր։ Ասել, որ չի կարողանում տեսնել նրան Արամի հետ։ Որ մտածում է նրա մասին օր ու գիշեր։ Որ փոխվել է ոչ միայն մեղքի զգացումից, այլ որովհետև ուզում էր լինել նրան արժանի մեկը։ Բայց ոչինչ չասաց։ Պարզապես ստորագրեց փաստաթղթերը, գլխի շարժումով ազատեց նրան։ Այդ գիշեր, միայնակ բնակարանում, Դավիթը որոշում կայացրեց։ Պետք է իմանար, թե որտեղ է գտնվում։ Պետք է հասկանար, արդյոք Նարինեն ինչ-որ բան զգում է, թե պարզապես քաղաքավարի, պրոֆեսիոնալ է։ Որովհետև շարունակել այդ անորոշության մեջ, տեսնելով նրան ամեն օր, բայց չկարողանալով մոտենալ, ներսից իրեն ոչնչացնում էր։ Հաջորդ օրը նա խնդրեց Նարինեին մնալ աշխատանքային օրվանից հետո։ Նա համաձայնեց, թե որոշակի վարանումով։ Երբ բոլորն արդեն գնացել էին, գրասենյակը լուռ էր, Դավիթը 2 բաժակ գինի լցրեց, նստեց իր սենյակի բազմոցին, ցույց տալով, որ նա նույնպես նստի։ Պետք է քեզ հետ խոսեմ մի բանի մասին, որը ոչ մի կապ չունի աշխատանքի հետ, սկսեց նա, ձայնն ավելի անվստահ, քան կցանկանար։ Նարինեն վերցրեց բաժակը, բայց չխմեց, աչքերը սեռած նրա վրա, ուշադիր։ Ինչ է։ Դավիթը խորը շունչ քաշեց։ Այն մասին, թե ինչ եմ զգում։ Թե ինչպես են ամեն ինչ փոխվել ինձ համար վերջին ամիսներին։ Նա անշարժ մնաց, սպասելով։ Երբ դու ուշագնաց եղար, ինչ-որ բան փոխվեց։ Տեսա քեզ այնտեղ, անգիտակից, մի վախ զգացի, որը երբեք առաջ չէի զգացել։ Դա պարզապես մասնագիտական անհանգստություն չէր։ Անձնական էր։ Շատ անձնական։ Նա դադար տվեց, փնտրելով ճիշտ բառերը։ Այդ շաբաթների ընթացքում, երբ դու բացակայում էիր, հասկացա, թե որքան մեծ տարբերություն է տալիս քո ներկայությունը։ Ոչ միայն աշխատանքում։ Իմ կյանքում։ Կարոտում էի քեզ մի ձով, որը չէի կարողանում բացատրել։ Նարինեի աչքերը լայն բացված էին, գինու բաժակը մոռացված ձեռքում։ Եվ հետո դու վերադարձար, այլ էիր։ Ավելի ուժեղ, ավելի վստահ։ Եվ ես հասկացա, որ դա պարզապես երախտագիտություն կամ մեղքի զգացում չէր։ Ավելին էր։ Նա վերջապես հանդիպեց նրա հայացքին։ Ես զգացմունքներ ունեմ քո նկատմամբ, Նարինե։ Զգացմունքներ, որոնք շատ ավելին են, քան մասնագիտականը։ Հաջորդած լռությունը անվերջանալի էր։ Նարինեն զգուշորեն դրեց բաժակը սեղանին, կարծես ժամանակ էր պետք մշակելու համար։ Երբ վերջապես խոսեց, ձայնը դողում էր։ Դու չես կարող դա ասել։ Ինչու՞ ոչ։ Որովհետև դու իմ ղեկավարն ես։ Որովհետև դա ամեն ինչ բարդացնում է։ Որովհետև ես չգիտեմ, կարող եմ արդյոք վստահել այդ զգացմունքներին։ Նա վեր կացավ, անհանգիստ։ 4 տարի շարունակ դու ինձ տեսել ես միայն որպես գործիք։ Որպես մեկը, ով գոյություն ուներ քո կյանքը հեշտացնելու համար։ Եվ հիմա, հանկարծ, զգացմունքներ ունես իմ նկատմամբ։ Ինչպես իմանամ, որ դա պարզապես այն պատճառով չէ, որ սահմաններ եմ դնում։ Որ այլս ցանկացած ժամի հասանելի չեմ։ Դավիթը նույնպես վեր կացավ։ Որովհետև դա իրական է։ Որովհետև ես անընդհատ քո մասին եմ մտածում։ Որովհետև քեզ Արամի հետ տեսնելը ինձ խանդից խելագարեցնում է, նույնիսկ իմանալով, որ իրավունք չունեմ։ Նարինեն կանգ առավ, զարմացած։ Արամի։ Գիտեմ, որ նա զգացմունքներ ունի քո նկատմամբ։ Տեսել եմ, թե ինչպես է նա հոգ տանում քո մասին, ինչպես է նայում քեզ։ Եվ ինձ սպանում է այն միտքը, որ գուցե դու փոխադարձում ես։ Նարինեն դանդաղ գլուխը թափահարեց։ Արամն իմ ընկերն է։ Հիանալի ընկեր, որը միշտ կողքիս է եղել, երբ կարիք եմ ունեցել։ Բայց ես նրան չեմ սիրում։
Ոչ այնպես, ինչպես նա կցանկանար։ Իսկ ինչ ես դու զգում, հարցրեց Դավիթը ցածր, խոցելի ձայնով, ինչպիսին երբեք չէր եղել։ Ինչ ես դու զգում իմ նկատմամբ։ Նարինեն նայեց նրա աչքերին, նա տեսավ, որ արցունքներ են սկսում հավաքվել։ Ես չգիտեմ։ Որովհետև տարիներ շարունակ ես պատեր եմ կառուցել։ Պատեր չվիրավորվելու, մասնագիտականից ավելին չսպասելու համար։ Դու երբեք ինձ պատճառ չես տվել ավելին սպասելու։ Նա սրբեց հոսող արցունքը։ Եվ հիմա դու գալիս ես զգացմունքներով, ես չգիտեմ, կարող եմ արդյոք վստահել։ Չգիտեմ, դու իսկապես փոխվել ես, թե՞։ Դա պարզապես ժամանակավոր մղում է։ Ապա ինձ հնարավորություն տուր ապացուցելու, ասաց Դավիթը, մի քայլ անելով դեպի նա։ Թույլ տուր ցույց տամ, որ դա ժամանակավոր չէ, որ իրական է։ Նարինեն կանգնած էր այնտեղ, բաժանված վախի ցանկության մեջ։ Եվ Դավիթը այդ աչքերում տեսավ այն ամենը, ինչ պետք էր իմանալ։ Նա նույնպես ինչ-որ բան զգում էր։ Գուցե չգիտեր անունը, գուցե չէր վստահում, բայց այնտեղ ինչ-որ բան կար։ Մի կայծ, որը կարող էր բոցի վերածվել, եթե նա համբերատար լիներ, եթե ապացուցեր, որ արժանի է։ Ինձ ժամանակ է պետք, վերջապես ասաց նա։ Պետք է մտածեմ այս ամենի մասին։ Դավիթը գլխով արեց, իմանալով, որ դա առավելագույնն է, ինչ կարող էր սպասել այդ պահին։ Հասկանում եմ։ Եվ ես կսպասեմ։ Որքան ժամանակ, որ քեզ պետք լինի։ Նարինեն վերցրեց պայուսակը, շարժվեց դեպի դուռը։ Դուրս գալուց առաջ վերջին անգամ հետ նայեց։ Բարի գիշեր, Դավիթ։ Բարի գիշեր, Նարինե։ Երբ նա գնաց, Դավիթը մնաց այնտեղ միայնակ, սիրտը արագ բաբախում էր։ Նա լիովին բացվել էր։ Կյանքում առաջին անգամ իր զգացմունքները բառերով էր արտահայտել։ Եվ հիմա ամեն ինչ կախված էր նրանից։ Նարինեից, որը պետք է որոշեր, կարող է արդյոք վստահել իրեն, պատրաստ է արդյոք ռիսկի դիմել։ Հաջորդ օրերին նրանց միջ շոշափելի լարվածություն էր տիրում։ Խոսում էին միայն աշխատանքի մասին, բայց յուրաքանչյուր հայացք լի էր չասված իմաստներով։ Նարինեն ակնհայտորեն մտածում էր, մշակում։ Եվ Դավիթը սպասում էր, փորձելով հարգել նրա տարածքը, մինչ յուրաքանչյուր օրը հավերժություն էր թվում։ Արամն էր, որ ի վերջո ստիպեց որոշում կայացնել։ Մի կեսօր նա մոտեցավ Նարինեին, նրան առանձին խոսելու կանչեց։ Դավիթը տեսավ, թե ինչպես են նրանք միասին դուրս գալիս, սիրտը սեղմվեց։ Երբ մեկ ժամ անց վերադարձան, Նարինեի աչքերը կարմրած էին, կարծես լաց էր եղել։ Իսկ Արամը հաշտված, տխուր արտահայտություն ուներ։ Նա սեր էր խոստովանել։ Եվ Նարինեն մերժել էր։ Դավիթը դա իմացավ առանց հարցնելու։ Եվ զգաց թեթության մեղքի զգացումի խառնուրդ։ Թեթություն, որովհետև Նարինեն ընտրել էր չլինել Արամի հետ։ Մեղք, որովհետև գիտեր, որ իր սեփական զգացմունքներն էին արագացրել այդ իրավիճակը։ Այդ գիշեր Նարինեն թակեց Դավիթի դուռը, հեռանալուց քիչ առաջ։ Կարող եմ ձեզ հետ խոսել։ Իհարկե։ Նա մտավ, փակեց դուռը իր հետից։ Կանգնեց այնտեղ, ձեռքերը նյարդային։ Այսօր խոսեցի Արամի հետ։ Անկեղծ էի նրա հետ նրա զգացմունքներին չփոխադարձելու մասին։ Եվ նա խոսեցի ձեր մասին։ Այն մասին, ինչ ասել էիք ինձ։ Դավիթը լարվեց։ Եվ ինչ ասացիր։ Որ վախեցած եմ։ Որ չգիտեմ, կարող եմ արդյոք վստահել։ Բայց որ նա չեմ կարողանում դադարել մտածել քո մասին։ Նա խորը շունչ քաշեց։ Ես տարիներ շարունակ ինձ պաշտպանել եմ, պատնեշներ կառուցել։ Եվ դու կարողացար դրանք քանդել, առանց նույնիսկ նկատելու։ Չգիտեմ, երբ դա տեղի ունեցավ։ Արդյոք այն օրը, երբ ուշագնաց եղա քո աչքերում իրական վախ տեսա։ Արդյոք զանգերի ընթացքում, երբ բացակայում էի։ Արդյոք տեսնելով, թե ինչպես ես դու փոխվում, փորձում ավելի լավը լինել։ Բայց դա տեղի ունեցավ։ Դավիթը դանդաղ վեր կացավ, չցանկանալով նրան վախեցնել կտրուկ շարժումներով։ Ինչը տեղի ունեցավ։ Ես սիրահարվեցի քեզ, ասաց նա, բառերը շշուկով դուրս գալով։ Եվ չգիտեմ, ինչ անել դրա հետ։ Դավիթը 3 քայլով անցավ սենյակը, կանգնեց ուղիղ նրա դիմաց, այնքան մոտ, որ կարող էր տեսնել Նարինեի աչքերում սկսվող արցունքները։ Դու գիտես, ինչ անել, ասաց նա, հուզմունքից խռպոտ ձայնով։ Դու թույլ ես տալիս, որ դա տեղի ունենա։
Թույլ ես տալիս, որ ես քո մասին ճիշտ ձով հոգ տանեմ։ Թույլ ես տալիս, որ ապացուցեմ, որ արժանի եմ այդ սիրուն։ Եվ նախքան նա կկարողանար պատասխանել, նախքան վախն ավելի բարձր կխոսեր, Դավիթը երկու ձեռքով բռնեց նրա դեմքը համբուրեց։ Դա մեղմ, զգույշ համբույր էր, լի լուռ խոստումներով։ Նարինեն վարանեց ընդամենը 1 վայրկյան, նախքան փոխադարձելը, ձեռքերը բարձրացնելով նրա ուսերին, հանձնվելով այն պահին, որին երկուսն էլ այդքան երկար դիմադրել էին։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ դժվարությամբ էին շնչում։ Դավիթը ճակատը հենեց նրան, աչքերը փակ։ Ես դա արժանի կդարձնեմ, խոստանում եմ։ Ես կլինեմ այն տղամարդը, որին դու արժանի ես։ Հաջորդ ամիսներին Դավիթը կատարեց իր խոստումը։ Սկզբում հարաբերությունները գաղտնի էին պահվում, հարգելով մասնագիտական միջավայրը Նարինեին բամբասանքներից պաշտպանելու համար։ Բայց գրասենյակից դուրս նա նվիրվեց նրան իսկապես ճանաչելուն։ Ոչ թե արդյունավետ օգնականին, այլ կնոջը։ Բացահայտեց, որ նա պաշտում է հին կինոն, որ նկարչության թաքնված տաղանդ ունի, որ երազում է մի օր ճանապարհորդել Իտալիա։ Նրան տանում էր ռոմանտիկ ընթրիքների, կիրակի օրերին հաղթանակի զբոսայգում զբոսանքների, համերգների, որոնք նա երբեք ժամանակ չէր ունեցել դիտելու։ Նարինեն, իր հերթին, ճանաչեց մի այլ Դավիթի։ Աշխատանքի ճնշումից հեռու նա զվարճալի էր, ուշադիր, զարմանալիորեն խոցելի։ Խոսում էր դժվար մանկության, այն մասին, թե ինչպես է հուզական զրահ կառուցել կորպորատիվ աշխարհում գոյատելու համար, այն մասին, թե ինչպես է նա կարողացել կոտրել այդ զրահը, առանց նույնիսկ փորձելու։ Աշխատանքում նրանք պահպանում էին պրոֆեսիոնալիզմը։ Նարինեն շարունակում էր հիանալի լինել իր գործում, բայց այժմ առողջ սահմաններով։ Դավիթը նրան վերաբերվում էր այն հարգանքով, որը միշտ պետք է լիներ։ Եվ երբ ոչ ոք չէր նայում, նրանք հայացքներ էին փոխանակում, որոնք ասում էին այն ամենը, ինչ չէին կարող բարձրաձայն արտահայտել։ Արամը ի վերջո ընդունեց իրավիճակը։ Հեշտ չէր, բայց նա անկեղծորեն ցանկանում էր Նարինեի երջանկությունը։ Եվ երբ տեսավ, թե ինչպես է Դավիթը հոգ տանում նրա մասին, ինչպես է իսկապես փոխվել, չկարողացավ ժխտել, որ դա իրական է։ Նրանք երեքով կարողացան պահպանել քաղաքավարի համակեցություն, ժամանակի ընթացքում Արամը նույնիսկ սկսեց հանդիպել իր բաժնի մեկ այլ աշխատակցուհու հետ։ Բայց հետո եկավ փորձությունը, որը ամեն ինչ վտանգի տակ կդներ։ Ապրիլն էր, երբ հնարավորությունն առաջացավ։ Տնօրենի պաշտոն ընկերության Նյու Յորքի մասնաճյուղերից մեկում։ 6 ամսվա նախագիծ, երկարաձգման հնարավորությամբ։ Մի պաշտոն, որի համար ցանկացած հավակնոտ գործադիր տնօրեն կսպաներ։ Եվ առաջարկեցին Դավիթին։ Նա անմիջապես մերժեց։ Առանց վարանելու։ Առանց նույնիսկ դիտարկելու։ Ընկերության նախագահը անձամբ կանչեց նրան։ Դավիթ, սա եզակի հնարավորություն է։ Դա քո կարիերան կխթանի այնպես, ինչպես նույնիսկ չես պատկերացնում։ Ինչու ես մերժում։ Որովհետև իմ կյանքն այստեղ է, պատասխանեց Դավիթը։ Մարդիկ, որոնք կարող են, այստեղ են։ Նախագահը ուշադիր ուսումնասիրեց նրան։ Նարինեի պատճառով է։ Դավիթը չժխտեց։ Անիմաստ էր։ Ինչ-որ պահի հարաբերություններն ակնհայտ էին դարձել նրանց համար, ովքեր ուշադիր էին։ Այո։ Դավիթ, դու երիտասարդ ես, փայլուն։ Չես կարող թույլ տալ, որ հարաբերությունները վտանգեն քո կարիերան այսպես։ Դա պարզապես հարաբերություն չէ։ Դա այն մարդն է, որն ինձ ստիպեց հասկանալ, որ հաջողությունն առանց սիրո դատարկ է։ Եվ ես չեմ պատրաստվում կրկին սխալվել, աշխատանքը նրանից վեր դասելով։ Նախագահը հոգոց հանեց։ Իսկ եթե նա քեզ հետ գնա։ Դավիթը գլուխը թափահարեց։ Ես դա չեմ խնդրի։ Նա այստեղ կյանք է կառուցել, ընտանիք ունի, ընկերներ։ Արդար չէ նրան այստեղից պոկել իմ կարիերայի պատճառով։ Բայց խոսակցությունը սերմ ցանեց։ Դավիթը սկսեց մտածել։ Իսկապես անհնար էր։ Նա Նարինեն կարող էին կյանք ունենալ Նյու Յորքում։ Նա պատրաստ կլիներ փորձել։ Այդ գիշեր, նրա բնակարանում ընթրիքի ժամանակ, Դավիթը բարձրացրեց թեման։ Պատմեց առաջարկի, մերժելու մասին։ Նարինեն երկար լուռ մնաց, մշակելով։ Դու մերժել ես, առանց նույնիսկ ինձ հետ խորհրդակցելու։ Չէի ուզում քեզ ճնշել։ Չէի ուզում, որ պարտավորված զգայիր։ Նարինեն դրեց դանակ պատառաքաղը նայեց նրա աչքերին։
Դավիթ, եթե մենք միասին ինչ-որ բան ենք կառուցում, այսպիսի մեծ որոշումները պետք է քննարկվեն։ Երկուսս պետք է որոշենք։ Դու ճիշտ ես։ Ներիր ինձ։ Նա բռնեց նրա ձեռքը։ Ապա եկ խոսենք։ Ինչ ես կարծում։ Նարինեն խորը շունչ քաշեց։ Կարծում եմ, դա անհավանական հնարավորություն է։ Կարծում եմ, դու չպետք է մերժես իմ պատճառով։ Բայց նա կարծում եմ, որ պատրաստ չեմ ամեն ինչ թողնել գնալ այլ երկիր։ Ոչ հիմա։ Դավիթը գլխով արեց, փորձելով չցուցադրել հիասթափությունը։ Ապա ես վերջնականապես մերժում եմ։ Ոչ։ Նարինեն սեղմեց նրա ձեռքը։ Դու ընդունում ես։ Եվ մենք դիմակայում ենք հեռավորությանը։ 6 ամիսը հավերժություն չէ։ Եվ եթե մենք իսկապես ուժեղ ենք, ինչպես ես հավատում եմ, մենք կգոյատենք։ Նարինե, 6 ամիս իրարից հեռու, կամ կապացուցեն, որ մենք բավականաչափ ուժեղ ենք, կամ կապացուցեն, որ այդպես էլ պետք է լիներ։ Ամեն դեպքում, ավելի լավ է հիմա պարզել, քան հետո։ Նա ժպտաց, բայց աչքերը խոնավ էին։ Եվ ես վստահում եմ քեզ։ Վստահում եմ մեզ։ Այդպես Դավիթն ընդունեց պաշտոնը Նյու Յորքում։ Սիրտը բաժանված էր մասնագիտական հնարավորության հուզմունքի Նարինեին կորցնելու վախի մեջ։ Նրանք 3 շաբաթ ունեին մինչ տեղափոխվելը։ 3 շաբաթ վայելելու յուրաքանչյուր պահը, ստեղծելու հիշողություններ, որոնք կպահպանեին նրանց բաժանման ընթացքում։ Նրանք արեցին այն ամենը, ինչ միշտ պլանավորել էին, բայց հետաձգում էին։ Մի հանգստյան օր ճանապարհորդեցին դեպի Սան, մնացին ծովափին նայող հյուրանոցում, քայլեցին լողափով ձեռք ձեռքի տված, գրկախառնված դիտեցին մայրամուտը։ Գնացին թատրոն, ռեստորաններ, որոնք ուզում էին բացահայտել, ամբողջ գիշերներ խոսեցին ամեն ինչի ոչնչի մասին։ Եվ ճանապարհորդությունից առաջ վերջին գիշերը Դավիթը նրան տարավ մի հատուկ վայր։ Մի գրասենյակային շենքի տանիք, որտեղից կարող էին տեսնել ամբողջ լուսավորված քաղաքը։ Երանը փայլում էր ներքում, անսահման քաոսային։ Ես քեզ կկարոտեմ ամեն օր, ասաց նա, գրկելով նրան հետից։ Ես էլ։ Բայց մենք ամեն օր կխոսենք։ Տեսազանգեր, հաղորդագրություններ, ինչ որ պետք լինի։ Նույնը չի լինի։ Ոչ։ Բայց ժամանակավոր կլինի։ Նարինեն շրջվեց նրա գրկում։ Եվ երբ դու վերադառնաս, մենք էլ ավելի ուժեղ կլինենք։ Դավիթն ուզում էր հավատալ։ Բայց վախն այնտեղ էր, մշտական դաժան։ Առաջին ամիսներն ավելի դժվար էին, քան որը մեկը սպասում էր։ Ժամային գոտիների տարբերությունը բարդացնում էր խոսակցությունները։ Երբ Դավիթը ժամանակ ուներ, Նարինեն քնած էր։ Երբ նա արթնանում էր, Դավիթը հանդիպումների մեջ էր։ Տեսազանգերը արագ էին, լի անհարմար դադարներով, որտեղ ոչ մեկը չգիտեր ինչ ասել։ Կարոտը ֆիզիկական էր, ցավոտ։ Նարինեն փորձում էր զբաղված մնալ։ Կենտրոնացավ աշխատանքի վրա, ավելի շատ ժամանակ անցկացրեց ընտանիքի հետ, վերսկսեց նկարչությունը, որը թողել էր։ Բայց գիշերներն ամենավատն էին։ Միայնակ անկողնում, նայելով դատարկ կողքին, կարոտելով նրա ջերմությունը, քնելուց առաջ խոսակցությունները, միասին կազմած պլանները։ Դավիթը իր հերթին նետվեց աշխատանքի մեջ մի ինտենսիվությամբ, որը հիշեցնում էր հին ժամանակները։ Բայց հիմա այլ էր։ Դա դատարկությունը լցնելու համար չէր, այլ հեռավորության մասին չմտածելու։ Նյու Յորքի բնակարանը շքեղ էր, բայց սառը։ Անանձնական։ Այնտեղ Նարինեից ոչինչ չկար, ոչ մի հիշողություն, ոչ մի հետք այն կյանքից, որը սկսել էին միասին կառուցել։ Երրորդ ամսին մի ամերիկացի գործընկերուհի սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Դավիթի նկատմամբ։ Նա գեղեցիկ էր, խելացի, միշտ հասանելի էր աշխատանքից հետո ընթրիքների, խոսակցությունների համար, որոնք ձգվում էին մինչ լուսաբաց։ Դավիթը հեռավորություն էր պահպանում, միշտ հիշատակում էր Նարինեին, հստակ ցույց տալիս, որ զբաղված է։ Բայց գայթակղությունն այնտեղ էր։ Ներկա մեկի հետ լինելու հեշտությունը, մեկի, ով հազարավոր կիլոմետրեր հեռու չէր։ Նա պատմեց Նարինեին գործընկերուհու մասին տեսազանգերից մեկի ժամանակ։ Տեսավ, թե ինչպես փոխվեց նրա հայացքը, անվստահությունը հայտնվեց, թե նա փորձում էր թաքցնել։ Նա քեզ դուր է գալիս, հարցրեց Նարինեն փոքրիկ ձայնով։ Ոչ այնպես, ինչպես դու ես ինձ դուր գալիս։ Ոչ այնպես, ինչպես կարող է։ Բայց նա այնտեղ է։ Ես այստեղ եմ։ Դու իմ սրտում ես։ Ամեն օր։
Ամեն րոպե։ Դավիթը ձեռքը հենեց համակարգչի էկրանին, կարծես կարողանար դիպչել նրան։ Ոչ ոք դա չի փոխի։ Նարինեն նույնն արեց, ափը էկրանին, բաժանված օվկիանոսով, բայց փորձելով կապվել։ Ես քեզ սիրում եմ, ասաց նա։ Բառեր, որոնք հիմա ավելի հեշտ էին գալիս, նույնիսկ հեռավորության միջով։ Ես էլ եմ քեզ սիրում։ Ավելի շատ, քան կարծում էի, թե ունակ եմ։ Բայց հեռավորությունը շարունակում էր քայքայել։ Վեճերը սկսեցին առաջանալ։ Փոքր բաներ, որոնք վերածվում էին մեծ խնդիրների, քանի որ չէին կարող լուծվել անձամբ։ Չպատասխանված հաղորդագրությունը դառնում էր պարանոյա։ Բաց թողնված զանգը, կռիվ։ Հեռավորության, կարոտի, անորոշության հոգնածությունը սկսում էր ծանրանալ։ 4-րդ ամսին Նարինեն ճգնաժամ ունեցավ։ Զանգեց Դավիթին լաց լինելով, ասելով, որ այլս չի դիմանում։ Որ գուցե դա սխալ էր։ Որ գուցե իրենք բավականաչափ ուժեղ չեն։ Դավիթը, գծի մյուս կողմում, խուճապ զգաց։ Նրան կորցնելու միտքն անտանելի էր։ Բայց ինչ կարող էր անել հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից։ Մնա ինձ հետ, աղաչեց նա։ Ընդամենս 2 ամիս։ Ես խոստանում եմ, որ արժե։ Մենք արժենք։ Նարինեն խոստացավ փորձել։ Բայց Դավիթը տեսավ կասկածը նրա աչքերում։ Եվ իմացավ, որ պետք է ինչ-որ բան անի։ Մեծ բան։ Մի բան, որ կապացուցի, որ նա ավելի կարևոր է, քան ցանկացած կարիերա, ցանկացած հնարավորություն, ցանկացած բան։ Այդ ժամանակ նա որոշում կայացրեց։ Պիտի վերադառնար։ Չէր սպասի 6 ամսվա ավարտին։ Կհրաժարվեր աշխատանքից, կվերադառնար Հայաստան, նորից կսկսեր։ Որովհետև առանց Նարինեի կյանքն արժանի չէր ապրելու։ Որովհետև մասնագիտական հաջողությունը ոչինչ չէր նշանակում, եթե ամեն գիշեր վերադառնում էր դատարկ բնակարան։ Նա սկսեց պլանավորել։ Կազմակերպեց իր հեռանալը Նյու Յորքի ընկերությունից, երաշխավորեց, որ ամեն ինչ կարգին կթողնի։ Եվ չասաց Նարինեին։ Ուզում էր, որ անակնկալ լինի։ Ուզում էր տեսնել նրա դեմքը, երբ հայտնվի դռան մոտ։ Ուզում էր գրկել նրան առանց համակարգչի էկրանի իրենց միջ։ Ամեն ինչ պլանավորված էր։ Կվերադառնար նրա ծննդյան շաբաթը, հունիսին։ Նախատեսվածից 1 շաբաթ շուտ։ Մի շաբաթ, որը կարող էր փրկել այն ամենը, ինչ կառուցել էին։ Բայց հետո, թռիչքից 3 օր առաջ, Նարինեն զանգեց։ Նրա ձայնի մեջ ինչ-որ տարբեր բան կար։ Ինչ-որ վճռական բան։ Դավիթ, մենք պետք է խոսենք։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչի՞։ Մասին։ Մեր մասին։ Այս հեռավորության մասին։ Այն մասին, թե ինչ ենք մենք անում։ Ամեն ինչ կարգին է, նա փորձեց ձայնը հանգիստ պահել, բայց խուճապն արդեն տեղավորվել էր։ Կարգին չէ։ Լավ չէ։ Ես այլս չեմ դիմանում, Դավիթ։ Ամեն օր, որ անցնում է, ավելի է դժվարանում։ Եվ ես մտածում եմ, արդյոք մենք պարզապես չենք երկարացքում անխուսափելին։ Մի ասա դա։ Խնդրում եմ, Նարինե։ Ընդամենը մի քանի շաբաթ։ Մի քանի շաբաթ, որոնք կդառնան ամիսներ։ Իսկ հետո։ Ինչ։ Դու վերադառնում ես, ամեն ինչ այլ է։ Իսկ եթե մենք հասկանանք, որ հեռավորությունը մեզ չափազանց շատ է փոխել։ Դա տեղի չի ունենա։ Դու չես կարող դա խոստանալ։ Նարինեն հիմա լաց էր լինում։ Ես քեզ սիրում եմ։ Բայց սերը բավարար չէ, երբ մենք ապրում ենք լիովին առանձին կյանքերով։ Երբ յուրաքանչյուր խոսակցություն հեռախոսով է։ Երբ չեմ կարողանում քեզ գրկել, երբ կարիք ունեմ։ Երբ ամեն առավոտ միայնակ եմ արթնանում։ Նարինե, լսիր։ Ես վերադառնում եմ։ Դավիթը չդիմացավ գաղտնիքը պահելուն։ Արդեն ամեն ինչ կազմակերպել եմ։ 3 օրից ես ինքնաթիռ եմ նստում վերադառնում քեզ մոտ։ Ընդմիշտ։ Որովհետև դու ճիշտ ես։ Սերը բավարար չէ, երբ մենք բաժանված ենք։ Բայց միասին, դա այն ամենն է, ինչ մեզ պետք է։ Գծի մյուս կողմում լռություն տիրեց։ Դու լուրջ ես ասում։ Լիովին։ Ես ընտրում եմ քեզ, Նարինե։ Ամեն անգամ։ Անկախ նրանից, թե դա ինչ կարժենա մասնագիտորեն։
Դու լավագույն որոշումն ես, որ երբեք կայացրել եմ իմ կյանքում։ Նարինեն հիմա հեկեկում էր, թեթության լաց։ Ես մտածում էի, որ պետք է բաժանվենք։ Մտածում էի, որ ընտրություն չունենք։ Մենք միշտ ընտրություն ունենք։ Եվ ես ընտրում եմ քեզ։ 3 օր անց Դավիթը վայրէջք կատարեց Երանում առավոտյան ժամը 6-ին։ Նա Նարինեին չէր զգուշացրել ճշգրիտ ժամի մասին։ Տաքսի վերցրեց ուղիղ նրա բնակարան։ Սիրտը արագ բաբախում էր, մինչ բարձրանում էր վերելակով։ Ամիսներ շարունակ երազել էր այդ պահի մասին։ Զանգեց դռան զանգը։ Լսեց մոտեցող քայլեր։ Դուռը բացվեց։ Եվ այնտեղ նա էր։ Նոր արթնացածի խառնված մազերով, զարմանքից լայն բացված աչքերով, հին շապիկով շորտերով։ Ամենագեղեցիկ բանը, որ երբե տեսել էր։ Դավիթ, դու ուրբաթ չէիր գալու։ Նա ճամպրուկը գցեց գետնին, նրան քաշեց մի այնպիսի ամուր գրկախառնության մեջ, որ նա գրեթե չէր կարողանում շնչել։ Այլս չկարողացա սպասել, մրմնջաց նա նրա մազերի մեջ։ Նարինեն գրկեց նրան, լաց լինելով, ծիծաղելով, չկարողանալով հավատալ, որ նա իսկապես այնտեղ է։ Դու այստեղ ես։ Դու իսկապես այստեղ ես։ Այստեղ եմ։ Եվ այլս չեմ գնա։ Նա բավականաչափ հեռացավ, որ նայի նրա աչքերին։ Ես ընտրեցի քեզ։ Ընտրում եմ քեզ ամեն օր։ Եվ եթե մենք միասին կյանք ենք կառուցելու, դա կլինի այստեղ, որտեղ մենք սիրահարվեցինք։ Նարինեն համբուրեց նրան 4 ամսվա կուտակված ողջ կարոտով։ Եվ երբ վերջապես բաժանվեցին, նրա դեմքին հսկայական ժպիտ կար։ Շնորհավոր ծնունդդ ինձ, ուրեմն։ Դավիթը ծիծաղեց, ամիսների ընթացքում առաջին անկեղծ ծիծաղը։ Դա կլինի քո կյանքի լավագույն ծննդյան օրը։ Ես խոստանում եմ։ Եվ այդպես էլ եղավ։ Դավիթն ամբողջ շաբաթը կենտրոնացած էր միայն նրա վրա։ Տանը ռոմանտիկ ընթրիք պատրաստեց, նրան տարավ քաղաքի հատուկ վայրեր, նվիրեց նրան նկարը, որը նկարել էր մի նկարիչ, որին նա հիանում էր։ Բայց լավագույն նվերը եկավ իսկական ծննդյան գիշերը։ Նրանք նույն վայրում էին, որտեղ նա հրաժեշտ էր տվել ամիսներ առաջ, շենքի տանիքում, նայելով ներքում փայլող երանին։ Դավիթը բռնեց նրա ձեռքերը, շրջեց նրան դեպի իրեն։ Ես ամիսներ շարունակ հեռու եմ եղել քեզնից։ Ամիսներ, որոնց ընթացքում բացահայտել եմ, որ ոչ մի հաջողություն, ոչ մի մասնագիտական նվաճում, ոչ մի հնարավորություն ոչինչ չի նշանակում առանց քեզ։ Դու ինձ սովորեցրիր սիրել, Նարինե։ Սովորեցրիր, որ խոցելի լինելը թուլություն չէ։ Սովորեցրիր, որ աշխատանքը կարևոր է, բայց կյանքն ավելի։ Նա ծնկի իջավ, գրպանից հանելով փոքրիկ տուփ։ Եվ հիմա ես ուզում եմ մնացած ամեն ինչ սովորել քեզ հետ։ Ամեն օր։ Իմ կյանքի մնացած մասի համար։ Նարինեն ձեռքերով փակեց բերանը, արցունքները հոսում էին դեմքով։ Նարինե Գրիգորյան, կամուսնանաս ինձ հետ։ Նա նույնիսկ չսպասեց, որ նա բացի տուփը։ Այո։ Այո, ուզում եմ։ 1000 անգամ այո։ Դավիթը վեր կացավ, համբուրեց նրան, մատանին դնելով նրա մատին, մինչ քաղաքը շուրջ բոլորը տոնում էր իր լույսերով, ձայներով։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ լաց էին լինում, ծիծաղում միաժամանակ։ Ես կյանքիս մնացած մասը քեզ երջանիկ կդարձնեմ, խոստացավ նա։ Դու արդեն դարձնում ես, պատասխանեց Նարինեն։ Ամեն օր։ Հաջորդ ամիսներին նրանք պլանավորեցին հարսանիքը։ Ինչ-որ պարզ, բայց նշանակալից բան, մտերիմ ընտանիքի սիրելի ընկերների հետ։ Նարինեի մայրը եկավ Լոռու մարզից, անմիջապես սիրեց Դավիթին։ Արամն այնտեղ էր, իր նոր ընկերուհու հետ, անկեղծորեն ուրախ երկուսի համար։ Աշխատանքում Դավիթը զբաղեցրեց խորհրդատուի պաշտոն, ճկուն ժամերով, ավելի քիչ ճնշմամբ։ Նա Նարինեն այլս ուղղակիորեն միասին չէին աշխատում, բայց երբեմն հանդիպում էին միջանցքներում, փոխանակում էին գաղտնի ժպիտներ։ Նրանց սիրո պատմությունը լեգենդ էր դարձել գրասենյակում, ապացույց, որ երբեմն երջանիկ ավարտներ գոյություն ունեն նույնիսկ անողոք կորպորատիվ աշխարհում։ Հարսանիքը տեղի ունեցավ դեկտեմբերին, ուղիղ 1 տարի անց այն ուշագնացությունից, որը փոխեց ամեն ինչ։ Կեսօրվա արարողություն, մեղմ լույսերով լուսավորված այգում, հետին պլանում զարդարված տոնածառով։ Նարինեն փայլում էր իր պարզ, բայց էլեգանտ զգեստով։ Դավիթը չէր կարողանում դադարել ժպտալ։
Երբ փոխանակեցին մատանիները, երբ խոստացան սեր ընկերակցություն, երբ քահանան նրանց հայտարարեց ամուսիններ, Դավիթը նայեց Նարինեի աչքերին, տեսավ իր ողջ ապագան այնտեղ։ Մի կյանք, որը կառուցված էր ոչ թե նպատակների, մասնագիտական նվաճումների, այլ կիսված պահերի, անկեղծ սիրո, ներկա լինելու վրա։ Խնջույքի ժամանակ, մինչ պարում էին վալսը, Նարինեն շշնջաց. «Շնորհակալություն, որ չհանձնվեցիր մեր համար»։ «Շնորհակալություն, որ ինձ սովորեցրիր իսկապես ապրել», պատասխանեց Դավիթը։ Եվ այդ դեկտեմբերյան գիշերը աստղերի ամանորյա լույսերի տակ, երկու սրտեր, որոնք գրեթե կորել էին հեռավորության մեջ, հանդիպեցին ընդմիշտ, ապացուցելով, որ իսկական սերը կատարյալ լինելու մասին չէ։ Այն ճիշտ մարդուն ընտրելու, շարունակելու ընտրել ամեն օր։ Այն սովորելու, աճելու զգացմունքներն ամեն ինչից վեր դասելու համարձակություն ունենալու մասին է։ Նարինեն Դավիթը միասին կառուցեցին իրենց կյանքը։ Մի կյանք առողջ ժամերով, ազատ հանգստյան օրերով, ճանապարհորդություններով, որոնք միշտ հետաձգում էին։ Մի կյանք, որտեղ աշխատանքը կարևոր էր, բայց երբեք ավելի կարևոր, քան միմյանց համար ներկա լինելը։ Եվ երբ 1 տարի անց իմացան, որ ծնող են դառնալու, գիտեին, որ պատրաստ են։ Որովհետև սովորել էին ամենամեծ դասը, որ իրական հաջողությունը չի չափվում մասնագիտական նվաճումներով, այլ կիսված սիրով, ապրած պահերով, մեկին ունենալով, ում մոտ վերադառնալ տուն։ Եվ ամեն անգամ, երբ հետ էին նայում այն օրվան, երբ Նարինեն ուշագնաց եղավ, Դավիթը վերջապես արթնացավ, նրանք շնորհակալություն էին հայտնում։ Որովհետև երբեմն մենք պետք է փլուզվենք, որպեսզի վերակառուցվենք։ Պետք է կորցնենք, որպեսզի գնահատենք։ Պետք է սխալվենք, որպեսզի ճիշտ անենք։ Եվ ի վերջո, այն ամենը, ինչ իսկապես կարող է, սիրելն ու սիրված լինելն է։ Ներկա լինելն ընտրելն է։ Հյուծվածությունը վերածննդի, հեռավորությունը միության, վախը համարձակության վերածելն է։ Սա Նարինեի Դավիթի պատմությունն է։ Մի պատմություն այն մասին, թե ինչն է իսկապես կարող։ Երկրորդ հնարավորությունների նոր սկիզբների մասին։ Իսկական ամանորյա ոգու մասին, որը ոչ թե նվերների կամ լույսերի մեջ է, այլ ներելու, փոխվելու, իսկապես սիրելու կարողության մեջ։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Նարինեի Դավիթի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզական պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։